Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բոլորը խոսում են անմեղության կանխավարկածից, բայց այստեղ անմեղության կանխավարկածը կարծես կորել է։ Եթե մարդու դատարանի որոշումը չկա, որ այդ մարդը մեղավոր է, դուք ինչ իրավունքով եք 3 տարի եւ ավել պահել։ Ամիս 2-3 մինչև քննությունը ավարտվելը այդ հասկանալի է, բայց 3 տարուց ավել ինչ իրավունքով եք պահել։ Ու սա կոչվում է օրինական պետություն, հա։ Թքել է պետք այդ իշխանությունների, այդ իշխանությունը զավտած, խաբեությամբ զավտած իշխանությունների վրա։ Օրինականությունը մեկն է, օրենքը մեկն է, բայց այս օրենքը կիրառում են տարբեր ձևերով, խեղաթյուրելով ամեն ինչը մարդկանց ուղղակի մարդկանց հետ վարվում են այն բառ նույնիսկ չես կարող գտնել։ Հիմա կառավարության շենքի դիմաց է, կառավարությունից ինչ եք սպասում։ Ես անձամբ կառավարությունից ոչինչ չեմ սպասում, որտեղ այդ կառավարությունը ուղեղները խեղված մարդիկ են։ Այս կառավարությունից ավել ոչինչ չի կարելի պահանջել։ Ուղղակի պետք է ոչ թե պահանջել, այլ ստիպել, որ վերադառնան դեպի օրենքի դաշտ եւ անեն այն ամենը, ինչ տարիներ շարունակ խոստացել են, բայց ոչինչ օրենքի դաշտում ոչինչ չեն արել։ Այս մարդկանց հետ պետք է ուրիշ ձևի։ Այսինքն այս նմաններին մարդ անվանելը սխալ է։ Ով է։ Մենք ախր ամեն կողմից է թերությունները։ Ոչ իշխանությունն է բանի պետք, ոչ ընդդիմությունը։ Ընդդիմության մեջ էլ չկան մարդիկ, որ իրոք սատարեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, սատարեն ուղղակի, որպեսզի այդ սահմանադրությունը աշխատի։ Իշխանությունը մեծամասնություն է կազմում եւ ինչեր որոշում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները մեծամասնություն են, այնպես որ իշխանության բերած օրենքները բոլորը ընդունվում են ազգային ժողովում։ Ես պատասխանում եմ։ Իշխանությունը երբեք մեծամասնություն չի կազմում, մեծամասնությունը մի ժողովուրդն է, մարդիկ են։ Մեծամասնությունը կսաժելենյու մեր հասարակությունը մոռացել է այդ մասին, միշտ իշխանությանը ընդունում է որպես անկախ են բանից որ քանակությամբ իրանք փոքրամասնությունն են, իշխանությանը մեր ժողովուրդը ընդունում է որպես մեծամասնություն, всё, քերեգերան։ 3 միլիոն ժողովրդին ուրեմն ղեկավարում են, իշխում են ընդամենը մի լավ 1000 հոգի է, 2000 հոգի։ Ու այդ գիտեք որ իշխանության մեջ այսօրվա դրությամբ անգամ արդեն իրանց, հա, ԿՊ-ի մեջը արդեն գնում է հագասությունը։ Մեծամասնությունը արդեն հագարակ է, որովհետև այս իշխանությունը ներկայությամբ տանում է այն քաղաքականությունը, որ Հայաստանը հնարավոր է դերանա։ Եվ երբ որ մարդիկ հասկանան, որ իշխանությունը մեծամասնություն չէ, այլ փոքրամասնություն է, դեպքում հնարավոր է որոշակի քայլերի միջոցով ստիպել այս իշխանությանը, որովհետև իրանք պակինու տենեն մեր Հայաստան աշխարհը։ Կան բան։ Անեգա։ Եկեք մենք պես հարց տանք։ Ինչի համար են այս կան ոստիկանները շարված։ Դե այսօր լավ է, քիչ են, բայց ընդհանրապես 4-5 շարքով շարվում են։ Ինչի համար։ Ում են պաշտպանում ումից։ Վախենում եք։ Ումից եք վախենում, ժողովրդից։ Ժողովուրդը եթե ձեզ ընտրել է, ձեզ հետ հույսեր եք կապել, ուրեմն արտարացրեք այդ հույսերը, կամ ռադները դուղակի քաշեք։ Քելե, երջան, արի, всё։